Այսօր մենք խոսենք մի աղետի մասին, որը ցնցել է ոչ միայն երկրագնդի մյուս կողմում գտնվող մի պետություն, այլև եւս մեկ անգամ ջրի երես անել այն դաժան ճշմարտությունը, որ բնական աղետները սպանում են այնտեղ, որտեղ տիրում է կոռուպցիան, անփութությունը եւ պետական համակարգի կատարյալ կոլապսը։ 2026 թվականի հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը Վենեսուելայի հյուսիսում տեղի ունեցավ վերջին 126 տարվա ամենահզոր եւ կործանարար երկրաշարժը։ Սպիտակի աղետալի երկրաշարժ տեսած հայերիս համար սա ծանոթ ցավ է։ Միաժամանակ դասեր քաղելու, նախապատրաստվելու, վերհիշելու լավ առիթ։ Հայաստանը ամենաակտիվ սեյսմիկ գոտում է գտնվում, որտեղ 50-100 տարին մեկ տեղի է ունենում մի հզոր աղետալի երկրաշարժ։ Ինչ ենք մենք տեսնում հիմա Վենեսուելայում։ Հիմա դուք կտեսնեք բացառիկ ցնցող կադրեր։ Այդ երկրաշարժը սովորական ցնցում չէր։ Դա կրկնակի, զուգահեռ հարված էր 7.2 եւ 7.5 մագնիտուդով, որոնք տևեցին շուրջ 3 րոպե։ Արդյունքը ավերված քաղաքներ, փլատակների տակ կենթանի թաղված հազարավոր մարդիկ եւ մի երկիր, որը հայտնվել է քաղաքական եւ հումանիտար հզոր ցնցումների կենտրոնում։ ՄԱԿ-ի տվյալներով անհետ կորածների թիվն այս պահին հասնում է ահռելի չափերի, մինչև 68,000 մարդ։ Վենեսուելայի պաշտոնական աղբյուրները եւ խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնում են ավելի քան 1700 զոհի եւ 5034 վիրավորի մասին։ Սակայն սրանք իհարկե վերջնական թվերը չեն։ Ավելի քան 22,000 մարդ ստանում են շտաբ բժշկական օգնություն, իսկ տասնյակ հազարավորներ մնացել են անօթևան։ ՆԱՍԱ-ի հետազոտողների արբանյակային ռադարային տվյալների համաձայն երկրում վնասվել կամ հիմնովին ավերվել է մոտ 58,870 շենք ու շինություն։ Աղետի էպիկենտրոնը Յարակուի նահանգում էր, սակայն հիմնական հարվածը կրել է հենց մայրաքաղաք Կարակասը, նաև Լա Գուայրայի ափամերձ շրջանները, որտեղ կառավարությունը հայտարարել է աղետի գոտի եւ մտցրել ռազմական վերահսկողություն։ Վենեսուելան, որը տարիներ շարունակ գտնվում է տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամի մեջ, ի վիճակի չեղավ բնականաբար սեփական ուժերով դիմակայել այս աղետին։ Տեղական փրկարարական ծառայությունները չունեն բյուջե, չունեն տեխնիկա, անգամ վառելիք։ Մենք կարող ենք այդպես զուգահեռներ անցկացնել նաև Հայաստանի հետ։ Մարդիկ օրեր շարունակ գրեթե մեկ ձեռքերով փորփրում էին բետոնե սալերը, հույս ունենալով գտնել իրենց հարազատներին։ Այսօր Վենեսուելայում աշխատում են 27 երկրների փրկարարական ջոկատներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմամբ ուղարկել է նույնիսկ ռազմական նավեր, ուղղաթիռներ եւ ծանր տրանսպորտային ինքնաթիռներ։ Օպերացիան ղեկավարում է ԱՄՆ-ի ծովային հետևակի գեներալ-մայորը։ ՄԱԿ-ի արբանյակային կենտրոնը UNOSAT-ը ու եվրոպական Կոպեռնիկուս համակարգը հրատապ ռեժիմով քարտեզագրում են ավերածությունները։ Սակայն աշխատանքը բարդանում է ավելի քան 430 հետցնցումների aftershock-երի պատճառով։ Այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որտեղ իշխանության գլխին կանգնած է բոլիվարական սոցիալիստների վերնախավը, ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Աղետը վերածվել է քաղաքական մեծ սկանդալի, բնակչությունը կատաղած է։ Կարակասում Դելսի Ռոդրիգեսին սուլել ու վռնդել են փլատակների մոտից։ Միջազգային վերլուծաբանները նշում են, որ ավերածությունների այս սարսափելի մասշտաբը բնության մեղքը չէ, դա տարիներ տևած կոռուպցիայի, անորակ շինարարության եւ սեյսմիկ ստանդարտների կատարյալ բացակայության արդյունքն է։ Ավելին, իշխանությունները քաղաքականացնում են հումանիտար օգնությունը։ Ընդդիմության առաջնորդ 2025 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոն կազմակերպել է բոլորս Վենեսուելայի համար օգնության արշավը, սակայն հատուկ ծառայությունները կալանավորում են բեռնատարները եւ ծեծի ենթարկում կամավորներին, փորձելով մոնոպոլիզացնել օգնության բաշխումը, այսպիսի երկիշխանություն է հաստատվել երկրում։ Պատմությունը ցույց է տալիս, որ երկրաշարժերը հաճախ դառնում են այն վերջին կաթիլը, որոնք թաղում են անդամալույց եւ կոռումպացված վարչակարգերը։ Եթե հիմա հետադարձ հայացք գցենք լատինաամերիկյան պատմությանը, կտեսնենք հստակ օրինաչափություններ եւ նման օրինակներ։ Օրինակ Նիկարագուայում 1972 թվականին աղետալի երկրաշարժից հետո դիկտատոր Անաստասիո Սոմոսան եւ նրա կլանը թալանեցին միջազգային օգնությունը։ Պատկերացնում եք, դա կատաղեցրեց հասարակությանը, զրկեց ռեժիմին միջազգային լեգիտիմությունից եւ սկիզբ դրեց պարտիզանական շարժմանը, որն ի վերջո տապալեց Սոմոսայի բռնապետությունը։
Նման իրավիճակ էր Մեխիկոյում 1985 թվականին։ Եվս սարսափելի մի երկրաշարժ, որին 1929 թվականից անընդմեջ իշխող ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը արձագանքեց կատարյալ անգործությամբ։ Քաղաքացիական հասարակությունն ինքնակազմակերպվեց, վերցրեց երկրի փրկության ղեկն իր ձեռքը, ինչն էլ հանդիսացավ այդ տասնամյակների քաղաքական հեգեմոնիայի փլուզման սկիզբը։ Այսօր Վենեսուելան կանգնած է հենց այս ջրբաժանին։ Փողոցային բախումները սննդի եւ ջրի համար արդեն սկսվել են։ Եթե Դելսի Ռոդրիգեսին չհաջողվի արևմտյան օգնությամբ կայունացնել վիճակը երկրում, սա կլինի չավիզմի եւ բոլիվարական սոցիալիզմի վերջնական գերեզմանափորը։ Իսկ հիմա եկեք խոսենք մեր մասին։ Ինչու է Վենեսուելայի այս աղետը մեզ այդքան ծանոթ թվացել, որովհետև յուրաքանչյուր հայ, տեսնելով Կարակասի կամ Լա Գուայրայի փլատակները, մտովի տեղափոխվում է 1988 թվականի դեկտեմբերի 7 սպիտակ Գյումրի Վանաձոր։ Այն ժամանակ Սովետական Միությունը իր ամբողջ հզորությամբ հանդերձ ցուցադրեց նույնպիսի համակարգային փլուզում, ինչպիսին այսօր տեսնում ենք Վենեսուելայում։ Ինչու կործանվեց Գյումրին ու Սպիտակը, որովհետև շենքերը կառուցված էին սեյսմիկ ստանդարտների խախտումներով, ցեմենտը գողացված էր, իսկ պետական վերահսկողությունը ձևական։ Մենք ունեցանք պաշտոնական տվյալներով 25,000 զոհ, իսկ իրականում շատ ավելին։ Բայց ամենասարսափելին այն է, թե ինչ է տեղի ունենում այսօր աղետից գրեթե 40 տարի անց Հայաստանի Հանրապետությունում։ Արդյոք մենք սերտել ենք այդ դասերը։ Նայեք այսօրվա Երևանին։ Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ տեղի է ունենում ագրեսիվ, անկանոն եւ անպատասխանատու կառուցապատում։ Բազմաթիվ սեյսմոլոգներ եւ քաղաքաշինության փորձագետներ բարձրաձայնում են ահազանգեր, որոնք իշխանությունները համառորեն արհամարում են։ Խտացված կառուցապատում եւ փրկարարական ուղիների շրջափակում, սա է այսօրվա Երևանը։ Երևանի կենտրոնում եւ հարակից թաղամասերում շենքերն այնքան մոտ են կառուցված եւ շարունակում կառուցվել միմյանց, որ 7 եւ ավելի մագնիտուդով աստված մի արածցե երկրաշարժի դեպքում փլատակները պարզապես փակելու են փողոցները։ Ոչ մի հրշեջ մեքենա, ոչ մի ծանր տեխնիկա չի կարողանալու մոտենալ աղետի վայրին, եթե անգամ մարդիկ ողջ մնացած լինեն։ Մենք ունենալու ենք նույն պատկերը, ինչ այսօր Վենեսուելայում է։ Մարդիկ ձեռքերով են քանդում բետոնը։ Կոմունիկացիոն կոլապսը երաշխավորված է լինելու։ Գազատարների, ջրատարների եւ էլեկտրականության ցանցերի անկանոն դասավորվածությունը նշանակում է, որ ուժեղ ցցման դեպքում քաղաքը վերածվելու է հրդեհների եւ պայթյունների հորձանուտի։ Խորհրդային շրջանի շենքերի մաշվածությունը որպես գլխավոր խնդրեմ։ Երևանի բնակֆոնդի հսկայական մասը կազմում են հենց խորհրդային տարիներին կառուցված պանելային եւ քարե շենքերը, օրինակ Աջափնյակի վթարային խրուշչովկաները, որոնց սեյսմակայունությունը հաշվարկված է եղել առավելագույնը 7-ից 8 բալի համար, սակայն տարիների ընթացքում դրանք մաշվել են։ Նկողները ջրով են լցվել, հիմքերը քայքայվել, իսկ այսօրվա կառուցապատման որակի մասին դժվար է միանշանակ վստահ լինել։ Սիրելի հայրենակիցներ, Վենեսուելան հեռու է, բայց այնտեղի ողբերգությունը մեզ համար պետք է լինի սթափեցնող ազդակ։ Բնությունը չի ներում անփութությունը, բնությունը չի նայում, թե ով է երկրի նախագահը կամ քաղաքապետը։ Այն շենքերը, որոնք այսօր կառուցվում են Երևանում, առանց պատշաճ սեյսմիկ փորձաքննության, առանց բակային տարածքների պահպանման, վաղը կարող են դառնալ հազարավոր մարդկանց գերեզմանը։ Քաղաքաշինությունը չպետք է լինի բիզնես, որ վերածվել է այսօր։ Քաղաքաշինությունը սեյսմիկ երկրում, ինչպիսին Հայաստանն է, ազգային անվտանգության հարց է։ Եվ քանի դեռ պետությունը հստակ կոշտ վերահսկողություն չի սահմանել յուրաքանչյուր խորանարդ մետր բետոնի եւ յուրաքանչյուր նախագծի վրա, մենք բոլորս նստած ենք ռումբի վրա։ Մենք պետք է պահանջենք թափանցիկություն, սեյսմիկ աուդիտ եւ վթարային շենքերի անհապաղ վերաբնակեցում։ Թույլ չպետք է տրվի, որ պատմությունը կրկնվի մեր տանը։ Ցանկացած պահի կարող է լինել այդ երկրաշարժը։ Նախապես պետք է ունենալ այն դիմավորելու եւ նրանից փրկվելու սցենար։ Սպանում է ոչ թե երկրաշարժը, այլ մարդկային հիմարությունը, միմյանց վրա Երևանի եւ այլ քաղաքների կենտրոնում անորակ շենքերով լցված ապրելու, անբացատրելի մղումն ու պետական կառավարման կոռուպցիան։ Տարիների անպատասխանատվությունը պատժվելու է երկրաշարժի ընդամենը մի քանի րոպեների ավերիչ ապտակներով։ Պետք է զգոն լինել։
Հավանեք, տարածեք, մեկնաբանեք, բաժանորդագրվեք։ Ձեզ հետ է Տիգրան Խաչատրյանը։ Մնացեք խաղաղությամբ եւ կհանդիպենք Progress-ի հաջորդ թողարկմանը։ Սիրելի բարեկամներ, եթե ձեզ համար կարևոր է այն, ինչ ես անում եմ, եւ դուք ցանկանում եք, որ Progress նախագիծը մնա բացարձակ անկախ, օբյեկտիվ ու շարունակի խոսել այն թեմաների մասին, որոնցից շատ-շատերը խուսափում են, ինձ անհրաժեշտ է ձեր ուղղակի աջակցությունը։ Ալգորիթմներն ու գովազդատուները չեն, որ պետք է որոշեն մեր հաղորդումների բովանդակությունը։ Դա պետք է անեք հենց դուք, բոլոր նրանք, ովքեր բաժանորդագրվել են իմ ալիքին եւ հավանում են հաղորդումները։ Այդ պատճառով ես գործարկում եմ մեր փակամայնքը Patreon հարթակում։ Դուք իհարկե կարող եք աջակցել ուղիղ դրամական փոխանցումներով նշված քարտային հաշիվներին, բայց միաժամանակ Patreon հարթակը հնարավորություն է տալիս ամսական ընդամենը 1-2 գավաթ սուրճի գնով, 1-2 դոլարով դառնալ մշտական հովանավոր եւ դրա դիմաց ստանալ բացառիկ կոնտենտ։ Դառնալով հաղորդման հովանավոր, դուք նաեւ դառնում եք պատվիրատու, ստանալով բացառիկ փակ վերլուծություններ, գնահատականներ, կանխատեսումներ, որը կարող եք տեսնել միայն դուք, համաշխարհային ուղեղային կենտրոնների փակ վերլուծական հոդվածներ, միջազգային կառույցների զեկույցներ, կանխատեսումներ, քաղաքագիտական գրքերի, իմ անձնական մեկնաբանություններն ու ուղիղ տետատետ շփում ինձ հետ փակ խմբում։ Հղումով անցեք հենց իմ էջը Patreon-ում։ Patreon-ում կոնկրետ դրամական փոխանցումների համար պետք է ընտրեք այս ֆունկցիան եւ ֆունկցիայի միջի 4 տարբերակներից ընտրեք, որը ցանկանում եք։ Բազային աջակցության տարբերակը ամսական բաժանորդագրմամբ կկազմի այսքան, որով դուք կդառնաք հովանավոր եւ պատրոն այս իմ նախագծին։ Շնորհակալ եմ, նախապես շատ շնորհակալ եմ ձեր մասնակցության եւ աջակցության համար։